Արմեզիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Արություն Մինասյանն եմ, բարի երեկո, թեև սկզբում նշել ենք, որ Էմաշաբոյանն է լինելու երեկոյան թողարկմանը, սակայն կրկին ես եմ հարգելի պատճառներով։ Սկսենք լուրերից ու Գլենդերի հարևանությամբ Իգլ-Ռակ թաղամասից։ Այսօր հրշեջները պայքարում էին խոտածածկ տարածքի բռնկված հրդեհի դեմ, որը հասցրեց այդ ընթացքում նաև կլանել մեկ տուն ու այրել այն ամբողջությամբ։ Հրդեհը բռնկվել էր ժամը 3-ի սահմաններում, երկրորդ ավտոմայրուղու Palmer Drive-ի շրջանում։ Կրակը տարածվում էր դեպի բլրի վերևը և ընդգրկում էր մոտ 1 ակր տարածք։ Հրդեհի հետևանքով այրվել է 28-28 Palmer Drive հասցեում գտնվող բնակելի տունը։ Հրշեջները միաժամանակ փորձում էին պաշտպանել հարակից տները և կանխել կրակի հետագա տարածումը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Դեպքի վայրում աշխատել են լրացուցիչ ցամաքային և օդային ուժեր հարևան բնակելի տները պաշտպանելու համար։ Սանտա Կլարիտայում էլ 3 կեսօրից հետո բռնկված Պոինտե հրդեհը բուսածածկույթի շնորհիվ արագորեն տարածվել է դեպի բնակելի թաղամասեր, ստիպելով իշխանություններին տարհանման նախազգուշացում հայտարարել մի շարք բնակիչների համար։ Հրդեհն ընդամենը րոպեների ընթացքում վերածվել է հզոր կրակի։ Դեպքի վայրում աշխատել է մոտ 200 հրշեջ, ինչպես նաև 2 Firehawk ուղղաթիռ ու 2 հրշեջ ինքնաթիռ, որոնք օդից ջուր են ցողել։ Օգտագործվել են նաև բուլդոզեր կրակի տարածումը կանխելու համար։ Հրդեհը տարածվել է մինչև 52 ակր տարածքում, սակայն հրշեջներին հաջողվել է կանգնեցնել դրա առաջխաղացումը։ Վերջին տվյալներով հրդեհը 32%-ով մեկուսացված է։ Բնակելի տներ չեն վնասվել, տուժածներ նույնպես չկան։ Տեղացիների խոսքով վտանգված թաղամասում հիմնականում բնակվում են վետերաններ ու նրանց ընտանիքները։ Մոտակա մանկապարտեզի երեխաներն անվտանգ տեղափոխվել են քաղաքի մեկ այլ հատվածում կազմակերպված հավաքատեղի։ Հրդեհի մարման աշխատանքներին նպաստել են նաև նախապես ստեղծված հակահրդեհային գոտիները, որոնք թույլ են տվել կանխել կրակի մուտքը բնակելի տարածքներ։ Պատճառը դեռևս հետաքննվում է։ Զավեշտալի մի լուրով կիսվեմ ձեզ հետ։ Լոս Անջելեսում այսօր առավոտյան ոստիկանությունից փախչող կասկածյալը փորձել է խուսափել ձերբակալությունից, հնարամտորեն մտնելով Խաղաղ օվկիանոս, փորձելով այդպես լողալով փախչել։ Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով դեպքը տեղի ունեցել առավոտյան ժամը մոտավորապես 7:15-ին, երբ ոստիկանները արևմտյան Լոս Անջելեսում հետապնդում էին մի անձի, որը հետախուզվում էր ծանր հանցագործության կասկածի օրդերով։ Հետապնդման ընթացքում կասկածյալը հասել է Will Rogers State Beach լողափ ու մտել օվկիանոս, փորձելով փախչել իրավապահներից։ Օդային նկարանումներից երևում է, որ կասկածյալը ջրում ընդամենը լողում է, իսկ նրա մոտ գտնվում են առնվազն 2 փրկարար սերֆինգի տախտակների վրա, որոնք պարզապես հետևում էին իրավիճակին։ Դեպքի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ, այդ թվում կասկածյալի ձերբակալության կամ առողջական վիճակի մասին, այս պահին չեն հաղորդվում։ Մեր օրվա առաջին թողարկման ժամանակ անդրադարձել էի Վեսթ Հոլիվուդում 100-ամյա ջրատարի պայթյունից հետո առաջացած հեղեղին։ Պարզվում է, որ տուժածները տան ապահովագրությունից կարող է և ոչինչ չկարողանան պահանջել։ Վնասների փոխհատուցումը կախված է նրանից, թե որտեղ է պայթել ջրատարը։ Եթե ջրատարը պայթել է սեփական տարածքում, ապա տան ապահովագրությունը կարող է փոխհատուցել վնասների մի մասը։ Սակայն եթե այն պայթել է ձեր տարածքից դուրս, ինչպես այս դեպքում, սովորական բնակարանի կամ տան ապահովագրությունը որպես կանոն չի ծածկում այդ վնասները։ Բազմաբնակարան շենքերի սեփականատերերը կարող են կրել զգալի ֆինանսական կորուստներ, եթե չունեն լրացուցիչ հեղեղումների ապահովագրություն, որը նման դեպքերում սովորաբար չի ներառվում ստանդարտ փաթեթներում։ Իսկ առաջին հարկերի վարձակալների համար այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս վարձակալի ապահովագրության կարևորությունը։ Եթե բնակարանը ջրի տակ է անցել, հենց այդ ապահովագրությունը կարող է փոխհատուցել անձնական գույքի վնասը։ Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին, ապա ջրից առաջացած վնասները սովորաբար փոխհատուցվում են միայն այն դեպքում, երբ վարորդն ունի լիարժեք ապահովագրական ծածկույթ։ Տուժածներին խորհուրդ է տրվում հնարավորինս արագ կապ հաստատել իրենց ապահովագրական ընկերության հետ և պարզել արդյոք իրենց վնասները փոխհատուցման ենթակա են։ Բոլոր պահանջները հետագայում կքննարկվեն Լոս Անջելեսի ջրի և էլեկտրաէներգիայի վարչության LADWP և համապատասխան պետական կառույցների միջոցով։ Սակայն մասնագետները զգուշացնում են, որ փոխհատուցման գործընթացը կարող է երկար և բարդ լինել։ Փորձագետների գնահատմամբ, եթե ջրատարի պայթյունի հետևանքով LADWP-ն կրի հսկայական ֆինանսական կորուստներ, ապա ապագայում չի բացառում, որ կառույցը դիմի կոմունալ ծառայությունների սակագների բարձրացման առաջարկով ծախսերը փոխհատուցելու նպատակով։ Թեքսասում շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հանկարծակի ջրհեղեղների զոհ է դարձել առնվազն 2 մարդ, իսկ փրկարարները նավակներով և ուղղաթիռներով արդեն ավելի քան 200 մարդու են դուրս բերել վտանգավոր գոտիներից։ Նահանգապետ Գրեգ Էբոտը հայտնել է, որ ամենաշատ տուժած շրջաններում անձրևները կշարունակվեն նաև ուրբաթ, իսկ որոշ գետերի մակարդակը կարող է հասնել պատմական առավելագույն ցուցանիշների։ Միայն վերջին 3 օրում
Ուվալդե շրջանում տեղացել է մինչև 74 սանտիմետր անձրև, իսկ Գվատելուպե գետի որոշ հատվածներում ջրի մակարդակը մի քանի ժամում բարձրացել է ավելի քան 9 մետրով։ Զոհերից մեկը մահացել է Ուվալդեի շրջանում, երբ մեքենայով անցնելիս հեղեղաջրերը քշել են նրան։ Մյուս զոհը Քեր շրջանի բնակիչ է 65-ամյա Ջոն Մարկ Ստյուարտը, որի շարժական տունը հեղեղը պոկել ու տարել է գետի հոսանքով։ Նախորդ տարվա ողբերգական ջրհեղեղներից հետո, որոնք խլեցին ավելի քան 100 մարդու կյանք, այդ թվում Camp Mystic ճամբարի երեխաների և խորհրդատուների ու ուսուցիչների կյանքեր, այս անգամ նախազգուշացման համակարգերն ավելի արդյունավետ են գործել։ Բնակիչների խոսքով նրանք ստացել են ավելի շատ ծանոթություններ ու կարողացել են ժամանակին տարհանվել։ Թեքսասում շուրջ 6 միլիոն բնակիչ շարունակում է մնալ ջրհեղեղի նախազգուշացման գոտում։ Փրկարարական աշխատանքների ներգրավված են շուրջ 2350 արտակարգ իրավիճակների աշխատակիցներ, ավելի քան 1400 միավոր տեխնիկա, 85 նավակ, 21 օդանավ, այդ թվում Black Hawk և Chinook ռազմական ուղղաթիռներ։ Նահանգապետ Էբոթը բնակիչներին կրկին կոչ է արել չմտնել ջրածածկ ճանապարհներ, քանի որ նույնիսկ մակերեսային թվացող ջուրը կարող է մեքենան մի քանի վայրկյանի ընթացքում քշել հոսանքով։ Կանադայում և Մինեսոտայի հյուսիսում շարունակվող խոշոր անտառային հրդեհների ծուխը հասել է Միացյալ Նահանգների մի շարք նահանգներ, ազդելով օդի որակի վրա։ Ամենավատ իրավիճակը գրանցվել է Միչիգանում, Մինեսոտայում, Իլինոյսում և Նյու Յորքում, որտեղ իշխանությունները բնակիչներին կոչ են անում հնարավորինս մնալ տանը, իսկ անհրաժեշտության դեպքում դրսում կրել N95 կամ K-N95 պաշտպանիչ դիմակներ։ Մասնագետների խոսքով ծխի մանրագույն մասնիկները կարող են ներթափանցել թոքեր ու նույնիսկ արյան շրջանառություն, մեծացնելով շնչառական, սրտանոթային և նույնիսկ նյարդաբանական հիվանդությունների վտանգը։ Դեթրոյթում տեսանելիությունը որոշ վայրերում նվազել է մինչև մոտ 800 մետր։ Քաղաքի օդի որակը համարվում է աշխարհի խոշոր քաղաքների ամենավատերից մեկը։ Չիկագոյում երկնաքերերը գրեթե ամբողջությամբ ծածկված են ծխով, իսկ Սենթ Փոլում, Մինեսոտա, երկինքը ստացել է դեղնավուն երանգ։ Նյու Յորքում խիտ-մշուշը նարնջագույն երանգ է տվել երկնքին։ Քաղաքային իշխանությունները բացել են հովացման կենտրոններ, դպրոցներն ու այգիները բազմաթիվ միջոցառումներ տեղափոխել են փակ տարածքներ, իսկ մետրոյի կայարաններում և այլ հանրային վայրերում բնակիչներին անվճար դիմակներ են բաժանում։ Ֆիլադելֆիայի առողջապահության վարչությունը նույնպես կոչ է արել խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և հնարավորինս երկար չմնալ բաց տարածքում։ Մասնագետների կարծիքով դա կարող է շարունակվել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ, մինչև հրդեհները վերջնականապես դադարեն։ Սակայն Մինեսոտայում հրդեհները շարունակվում են տարածվել։ Ծխի պատճառով դժվարացել են ուղղաթիռների աշխատանքները, իսկ Միացյալ Նահանգներ Կանադա սահմանի մոտ գտնվող մի շարք անտառային տարածքներ փակվել են այցելուների համար։ Դաշնային իրավապահ մարմիններն այսօր խուզարկել են վերջերս պաշտոնանկ արված Նյու Յորքի քաղաքային շերիֆ Էնթոնի Միրանդայի տունը Քվինսի Ֆլաշինգ թաղամասում։ Դաշնային գործակալները նաև Պուերտո Ռիկոյում կանգնեցրել են Միրանդայի ավտոմեքենան ու առգրավել նրա էլեկտրոնային սարքերը։ Այս պահին Միրանդային որևէ քրեական մեղադրանք չի առաջադրվել և հետաքննության առարկան դեռևս պաշտոնապես չի հրապարակվել։ Քննությունը վարում է Նյու Յորքի արևելյան շրջանի դատախազությունը, իսկ դեպքի վայրից արված կադրերում երևում են ՀԴԲ գործակալները, որոնք Միրանդայի տանից դուրս են բերում արգելքներով նյութեր։ Միրանդան համարվում է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Էրիկ Ադամսի մտերիմ քաղաքական դաշնակիցը։ Նա պաշտոնավարել է որպես քաղաքային շերիֆ մինչև 2026 թվականի մայիսը, երբ նոր քաղաքապետ Զորա Մանդանին նրան ազատեց աշխատանքից։ Միրանդան նախկինում ևս հայտնվել էր քննության կենտրոնում։ 2024 թվականին Նյու Յորքի քննությունների վարչությունը ուսումնասիրում էր մեղադրանքներ, ըստ որոնց շերիֆի աշխատակիցները ապօրինի կանխիկ գումար էին արգելվել չլիցենզավորված կանեպի խանութների դեմ իրականացված գործողությունների ժամանակ։ Առանձին քննությամբ նաև ստուգվում էին տեղեկությունները, թե Միրանդան իբր իր ղեկավարած ոչ առևտրային կազմակերպության համար նվիրատվություններ էր հավաքում, փոխարենը մեղմ վերաբերմունք ցուցաբերելով շերիֆի գրասենյակի կողմից ստուգվող որոշ անձանց նկատմամբ։ Բացի այդ, 2024 թվականի սեպտեմբերին քննիչները շերիֆի գրասենյակում գտնվող պահարաններում հայտնաբերել էին $100,000 կանխիկ գումար, ինչը հակասում էր Միրանդայի ավելի վաղ հայտարարությանը, թե իր աշխատակիցները որևէ գործողությունների ընթացքում կանխիկ գումար չեն արգելվում։ Նյու Յորքի քաղաքապետարանի խոսնակը հայտնել է, որ վարչակազմը տեղյակ է դաշնային հետաքննությունից և սպասելու է իրավական գործընթացի ավարտին, ընդգծելով թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը։ Նախքան թողարկման երկրորդ հատվածին անցնելը, թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերոջը Վիվալդի Քեթրինգին։
Միշտ կարևոր արժեք է եղել հայկական օջախում հյուրընկալությունը, իսկ այսօր այն կարող է լինել նաև առանց ժամեր շարունակ խոհանոցում անցկացնելու։ Վիվալդի քեթրինգը կհոգա լավագույն հյուրասիրության մասին, իսկ դուք պարզապես ժամանակ կանցկացնեք ձեր ընտանիքի հարազատների եւ հյուրերի հետ։ Եթե պատվեր կատարելիս նշեք Վիվալդի քեթրինգի մասին տեղեկացել եք Արմեդիայից, այսինքն մեզանից ձեզ սպասվում է նաև հաճելի անակնկալ։ Պատվերները կարող եք կատարել ինչպես առցանց, այնպես էլ զանգարելով 707 771 77 71 հեռախոսահամարով։ 12 appetizers, 5 hot dishes, 5 sides, $300 for 10 to 12 people. Make every moment a Vivaldi moment. Շարունակենք լուրերը։ Երկարատև դադարից հետո աշխատանքի է վերադարձել Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիտը։ Այսօր նրա ճեպազրույցներ։ Սակայն մինչև մեկնարկը լրագրողները փորձել են հետաքրքրվել ինչպես է կարողանում համատեղել աշխատանքը եւ ընտանիքը։ Քերոլայն Լևիտը պատասխանել է, որ վերջերս երկրորդ երեխան է ունեցել եւ վերադարձել է ծննդաբերության արձակուրդից ու գաղտնիք չկա, պարզապես ամեն օր պետք է ներկայանաս ու շարունակես աշխատել։ Նա չի մոռացել շնորհակալություն հայտնել ամուսնուն, որը ճեպազրույցի ընթացքում տանն էր իրենց երկու փոքր երեխաների հետ։ Լևիտը ներկայացրել է վարչակազմի վերջին տնտեսական տվյալները, նշել է, որ գնաճը նախորդ ամսվա ընթացքում նվազել է 0.4%-ով, ինչը ըստ նրա ամենամեծ ամսական անկումն է վերջին ավելի քան 6 տարվա ընթացքում։ Նրա խոսքով նվազել են բենզինի, էլեկտրաէներգիայի, դեղերի, ավտոապահովագրության եւ մի շարք այլ ծառայությունների գները։ Իրանի վերաբերյալ նա ասել է, որ Թեհրանը շարունակում է կապ պահպանել Վաշինգտոնի հետ եւ ցանկանում է համաձայնության հասնել, սակայն ըստ խոսնակի Իրանը խախտել է Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված փոխհմբռնման հուշագիրը, հարձակվելով Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա։ Այդ պատճառով նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է նոր ռազմական հարվածները։ Միևնույն ժամանակ Լևիտը նշել է, որ նախագահը շարունակում է բաց մնալ դիվանագիտական լուծումների համար։ Նա նաև հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գործում է ԱՄՆ ռազմածովային ուժերի սահմանափակ ծովային շրջափակում, որը վերաբերում է միայն իրանական նավահանգիստներ մուտք գործող կամ այնտեղից դուրս եկող նավերին։ Գործողությանը մասնակցում են ավելի քան 10,000 ամերիկացի զինծառայող 2 ավիակիր եւ ավելի քան 20 ռազմական նավ։ Պետքարտուղարությունում այսօր կայացել է քաղաքական ահաբեկչության վերածնունդը խորագրով միջազգային նախարարական համաժողով, որին մասնակցել են ավելի քան 60 երկրի ներկայացուցիչներ, իրավապահ մարմինների ղեկավարներ եւ անվտանգության ոլորտի պաշտոնյաներ։ Համաժողովը նվիրված էր քաղաքական շարժառիթներով բռնության եւ ահաբեկչության աճող սպառնալիքին։ Բացման խոսքով հանդես է եկել պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն, որը նշել է, որ քաղաքական ահաբեկչությունը նորից գլուխ է բարձրացնում աշխարհի տարբեր երկրներում, սակայն ընդգծել է, որ նախկինում այն հնարավոր է եղել հաղթահարել եւ միջազգային համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել նաեւ այսօր։ Այնուհետև ելույթ է ունեցել պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա հայտարարել է, որ կառավարության առաջնային պարտականությունը քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է։ Ռուբիոն նշել է, որ վերջին 25 տարիներին արևմտյան հակաահաբեկչական քաղաքականությունը հիմնականում կենտրոնացած էր իսլամական ծայրահեղականության դեմ պայքարի վրա, սակայն այժմ նրա խոսքով աճում է ծայրահեղ ձախ քաղաքական բռնության վտանգը, որը ըստ նրա երկար ժամանակ անտեսվել է։ Պետքարտուղարը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն սկսել է նոր ռազմավարությունը ուղղված ծայրահեղ ձախ ահաբեկչական ցանցերի բացահայտմանը եւ դրանց ֆինանսավորման խափանմանը։ Նրա խոսքով արդեն 4 ծայրահեղական կազմակերպություն ճանաչվել են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ, իսկ առաջիկայում հնարավոր է ցուցակում հայտնվեն նորերը։ Ռուբիոն նաև հայտարարել է, որ ստեղծվել է միջազգային համագործակցության նոր հարթակ հետախուզական տվյալների փոխանակման եւ իրավապահ մարմինների համատեղ աշխատանքի համար։ Համաժողովում ելույթ են ունեցել նաև Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար եւ ներքին անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ստիվ Միլլերը եւ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը։ Վերջինս նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է կիրառել ֆինանսական պատժամիջոցներ եւ սառեցնել այն կազմակերպությունների միջոցները, որոնք ներգրաված կլինեն քաղաքական ահաբեկչության ֆինանսավորման մեջ։ Օրվա վերջին լուրն էլ ԱՄՆ ռազմածովային ուժերի ցուցադրական էլիտար ավիախումբը Blue Angels-ը Ֆլորիդայի Pensacola լողափի վրա չափազանց ցածր թռիչք է իրականացրել։ Միջադեպի վերաբերյալ անցկացվել է անվտանգության մանրամասն ուսումնասիրություն։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են կործանիչները թռչում լողափի վրայով, իսկ դրանցից մեկը վտանգավոր ցածր բարձրությամբ անցնում է մարդկանց գլխավերևով, ուժեղ օդային հարվածով օդ բարձրացնելով ավազը, հովանոցներն ու լողափի աթոռները։ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնակատար Հանկ Կաուն հայտարարել է, որ ցածր թռիչք իրականացրած Blue Angels ավիախմբի օդաչուները չեն ենթարկվի ոչ նկատողության եւ ոչ էլ կազատվեն ծառայությունից։
Սակայն հայտարարության մեջ ընդգծվել է, որ համայնքի, հանդիսատեսի եւ օդաչուների անվտանգությունը մնում է իրենց գլխավոր առաջնահերթությունը եւ բոլոր գործողությունները պետք է համապատասխանեն ռազմածովային ուժերի եւ դաշնային ավիացիոն վարչության FAA-ի անվտանգության խիստ չափանիշներին։ Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթն էլ X-ում գրել է. Ֆլայօվերները կշարունակվեն մինչև բարոյահոգեբանական վիճակը բարելավի, ինչը լայնորեն ընկալվել է որպես աջակցություն օդաչուներին։ Այս որոշումը հիշեցնում է հուլիսի սկզբին հարավային Կարոլինայում տեղի ունեցած մեկ այլ դեպք, երբ 4 Ապաչի ուղղաթիռների օդաչուները ժամանակավորապես հեռացվել էին ծառայությունից մարդկանց վրայով չափազանց ցածր թռիչքից հետո, սակայն մի քանի օր անց նրանց սահմանափակումները հանվել էին։ Այսքանն ենք առանձնացրել այսօրվա համար։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար եւ ոչ միայն ուշադրության, այլ նաեւ բոլոր ժամանակներում մեզ աջակցելու համար, թե մեկնաբանություններով խրախուսական խոսքեր եւ թե բողոքի ալիքներ ուղղելով մեզ եւ միևնույն ժամանակ նյութերը լայքելով եւ բաժանորդագրվելով, բայց եթե առաջին անգամ եք դիտում մեզ, ապա անպայման բաժանորդագրվեք, կանխավ շնորհակալություն։ Ինչպես նշեցի, այսօրվա համար այսքանը, բայց ամենակարևորը՝ մի մոռացեք առողջ եւ խաղաղ լինել։ Ցտեսություն։